Երբ ծովը ալեկոծվեց, մեր Տերը սաստեց ծովին, և փոթորիկը հանդարտվեց, աշակերտներից ոչ ոք նավը չլքեց, որովհետև գիտեին Տերն իրենց հետ է։ Եկեղեցին էլ մի նավ է, որ դարերով անցնում է այս աշխարհի փոթորկալից ծովով։ Պատմության ընթացքում եղել են մեծ ալիքներ, հալածանքներ, փորձություններ, բաժանումներ, բայց նավը շարունակել է իր ճանապարհը։ Այսօր երբեմն մի փոքր փոթորիկ է բարձրանում և տեսնում ենք ինչպես ոմանք շտապում են լքել նավը։ Էլ եպիսկոպոսներ, էլ քահանաներ, էլ սարկավագներ, բայց մի բան չի փոխվում։ Նավը կանգուն է, որովհետև նրա մեջ է մեր Տեր Հիսուս Քրիստոս, իսկ երբ այս ամենը տեսնում ես, ակամա հիշում ես դերասան Մեհեր Մկրտչյանի խոսքը. փոթորիկները գալիս են ու անցնում, բայց Տիրոջ նավը շարունակում է իր ճանապարհը։